Դե ինչպես են Արարատի մարզի բնակիչները, այո, դուք չեք սխալվում, ես կրկին եւ էդ Արարատի մարզում եմ մասնավորապես Արտաշատ համայնքի կանաչուտ բնակավայրում։ Դե առաջարկում եմ գնանք տեսնենք ինչ կա չկա կանաչուտում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակից։ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրից հետո այստեղ են ներգաղթել Արևմտյան Հայաստանից, Խոյից մեր հայրենակիցները։ Ասում են 180 մարդ բնակություն է հաստատել Դողկուս անունով գյուղում։ Գյուղի անվան շուրջ մեկնաբանությունները տարաբնույթ են։ Դողկուս թարգմանաբար նշանակում է 9, քանի որ գյուղում եղել է 9 աղա եւ 9 ջրաղաց։ Ողջույն։ Ողջույն։ Ո՞նց ես։ Լավ։ Ինչ է քո անունը։ Ամարա։ Ամար։ Հա, Ամար, թե Ամարա։ Ամար։ Ամար։ Դու ազգությամբ։ Եզդի։ Ապրում եք կանաչուտում։ Հա։ Դե պատմի տեսնեմ ինչ կա չկա Ամար։ Դպրոցում եմ սովորում։ Որ դասարանում ես սովորում։ Երրորդ դասարանում եմ սովորում, մաթեմատիկայից ուժեղ եմ։ Օ։ Այսինքն ուժեղ ես, ոնց հասկանան քո ասածը։ Մաթեմատիկայից լավ եմ։ Սա բաները հարցնում են, ես ասում եմ։ Խնդիրները, վարժությունները կարողանում ես հեշտ կատարել։ Հա, Դասընկերներիդ օգնում ես։ հա, Քեզնից արտագրում ես ստուգողականների թեմատիկների ժամանակ։ հա։ Հա։ Օ, ապրես դու, որ օգնում ես ընկերներիդ։ Երեխաներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ենք։ Լավ։ Լավ եք։ Այո։ Տրամադրությունը ձեր։ Լավ։ Ինչով է պայմանավորված լավ տրամադրություն ունենալ, ասեք տեսնեմ։ Ուրախացել եք, որ դասերը ավարտել եք, տուն եք գնալ։ Այո։ Այսօր ինչ եք ստացել։ 10։ 10 բոլորդ։ Հա։ Ես 9 եմ ստացել։ Ինչից ես 9 ստացել։ Տեխնոլոգիայից։ Ինչ ես արել։ Մոռացավ։ Հա։ Երեխեք, 1 ամիս հետո ձեզ ով է այցելելու։ Ձմեր պապին։ Այո, դուք նրան նամակ գրել եք։ Ոչ։ Ես այո։ Իսկ մտածել եք ինչ եք գրելու։ Այո։ Դու արդեն գրել ես։ Եվ Հեռախոս եմ ուզում։ վայ աման։ Ինչ հեռախոս։ A14։ Samsung A14։ Ես iPhone 17։ Ես iPhone 17 Pro Max։ Pro Max ու orange։ Մի րոպե։ Բոլորը ձմեր պապիկից հեռախոս եք ուզելու։ Ես ու մոտո։ Անկամ մոտո։ Հա, որ նստեք գյուղի փողոցներով քշեք մոտոն։ Հա։ Մենք 4-ականի։ Հա, շատ լավ եք մտածել։ Իսկ ուրիշ։ Որիշ էլ ոչինչ։ Մենակ Ես- հեռախոսա ձեզ Ու պետք։ մեկ էլ ես սիրում կուկլա։ Ես ունեմ լաբուբու։ Ես Ահա։ լաբուբու։ Շատ լավ է։ Դե ասեք տեսնեմ կյանքը կանաչուտում ոնց է անցնում։ Շատ լավ։ Բացի դպրոցից ուրիշ ինչ զբաղմունքներ ունեք։ Նկարչական խաղալ։ Դրսում խաղալ, հետո Պարտեզում քշել։ խաղալ, հեծանիվ քշել։ սամակատ։ Ահա։ Սամակատ քշել։ Ձեր բոլոր փողոցները ասֆալտապատ են։ Այո։ Ոչ։ Բա ոնց եք սամակատ քշում։ Գալիս ենք ստեղ ենք քսում։ Երեխեք, իսկ տանը ունեք ինտերնետ կապ։ Այո։ Որից եք օգտվում։ Էլֆնետից։ Օ, մեր գլխավոր հովանավորից։ Լավ կապա, գոհեք։ Այո։ Ապրեք դուք։
Սիրելիներս, այժմ շրջում ենք կանաչուտում եւ ծանոթանում բնակավայրի պատմամշակութային արժեքների հետ։ Նկատեցի, որ գյուղում պահպանվել է Սուրբ Գևորգ մատուռը, որը մեզ է հասել 12-13-րդ դարերից։ Ասում են, որ այն կոչվել է ոսկե թռչուն։ Ժամանակակիցները այդպես են կոչել։ Գյուղի բնակիչներն ասում են, որ մատուռը նաև հրաշքներ է գործում։ Կապույտ հաս կոչվող հիվանդությունը հնարավոր է բուժել մատուռի շուրջը 7 անգամ պտույտ կատարելուց հետո։ Այնպես որ եթե Աստված չանի բախվեք նման խնդիրների, ապա իմացեք, որ կանաչուտում կգտնվի ձեր բուժումը։ Տատի, ողջույն։ Ողջույն։ Ոնց եք։ Շնորհակալ եմ, լավ եմ։ Ինչ է ձեր անունը։ Էմա։ Դուք կանաչուտից եք։ Ոչ։ Վարդաշենից։ Հարևան գյուղից։ Քանի տարի է որ կանաչուտում եք ապրում։ 55 թվից եմ ես գյուղ եկել։ Քանի տարեկանում եք ամուսնացել։ 17։ Բա ինչու այդքան շուտ։ Ես Շատ եք սիրել ձեր ամուսնուն։ շատ։ Իմ ամուսինը այնօր հարուտը գիտի արտակարգ էր։ Եվ ես գիշերել երազից տեսել եմ հարուտը։ Մահացել է։ Հա, Քանի տարի առաջ։ արդեն 22 տարի համարյա թե 22 տարի։ Դժվար է առանց իրեն ապրելը։ Շատ դժվար։ Շատ։ Պարոն Հարություն, հիմա եկեք ինձ պատմեք գյուղի մասին, ինչ որ դուք գիտեք։ Գյուղի մասին շատ բան կա պատմելու։ Վերջի 10 տարիների ընթացքում գյուղը բավականին էլ մեծացել է, թե բնակչությամբ, թե հողատարածքներով։ Մեր գյուղի ժողովուրդը այնքան աշխատասեր են, որ գյուղի տարածքները, հողային տարածքները այնքան են ավելացրել, որ համարյա հասնում են այն մեծ վերին Արտաշատի, ասենք Նորաշենի գյուղի չափ հողատարածքների։ Իրանց աշխատասիրության շնորհիվ գնել են հարևան գյուղերի Այգեստան, Ազատավան, Բաղրամյան, Մասիս գյուղի հողատարածքները, իրանց աշխատասիրության շնորհիվ։ Դե գիտեք, ինչ հողը չպետք է պարապ մնա։ Իսկ այդ գյուղի բնակիչները իրանց տնտեսությունից հեռու լինելու պատճառով վաճառել են մեր գյուղացիներին։ Իսկ մեր գյուղացիները շատ հոյակապ հողագործներ են, շատ լավ մշակում ու լավ եկամուտ են ստանում, լավ ապրում։ Ուզում եմ իմանալ, ով որոշեց, որ բնակավայրը կոչի կանաչուտ։ Կանաչուտ եղել։ Ես կգերադասեի վերևի գյուղը Դեղցուտ անվանվեր կանաչուտ, որտեղ զբաղվում են կանաչագործությամբ, այսինքն կանաչեղեն են մշակում։ Իսկ մեր գյուղը կոչվեր Դեղցուտ, որտեղ մեր գյուղում հիմնականում պտղաբուծությունն է, հիմնականում դեղցը։ Առնել են էլի անունները։ Անունները առնել են։ Կուզեք փոխենք։ Չէ, Գնալուց կարող ենք տրապարետները։ ամենայն դեպս գիտեք ինչ, կանաչն էլ է, բանջարեղենն էլ է կանաչ, ծառն էլ է կանաչ, ոչ մի տարբերություն կանաչուտ էլ թողնում։ Տեսեք, հա, թե չէ գնալուց ես աշխատը կարող ենք ցուցանակները փոխել, էլի։ Չէ, չենք ուզի։ Այսինքն դուք սահմանակից եք Դեղցուտին։ Դեղցուտին, Այգեստան գյուղին, Բաղրամյան, Ազատավան, Ասիս։ Դաժե բանը Բերքանուշ գյուղ։ Ինչպես եք կապը պահում Արտաշատի Երևանի հետ։ Շատ հանգիստ Երևան հասնելը մեզ համար պրոբլեմ չի, 15 րոպե, եթե սեփական մեքենա ունենաս 15 րոպե։ Իսկ եթե սեփական մեքենա չունեք։ Մեքենա չունես, այդ միակ բացը որ կա տրանսպորտի խնդիրն է, այսինքն ստեղ գործում է միայն Դվին Երևան ավտոբուսը, պատահում ընդհանրապես օրական երևի մի 3 ռես է կատարում, բայց կցանկանայինք, որ 2 ավտոբուսներ ու կես ժամ մեկ կոնե գնայինք այն, որտեղ մեր գյուղում կան շատ ուսանողներ, որոնք շատ դժվարությամբ են հասնում Երևան։
Սիրելի կանաչություններ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր Fnet Telecom ընկերությունը հասանելի է նաև ձեր բնակավայրում։ Ասեմ, Fnet-ը իր սիրելի բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար։ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 8988 հեռախոսահամարով կամ այցելել ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Իդեպ, եթե այժմ բաժանորդագրվեք, ապա ընկերության ծառայություններից կօգտվեք կես գնով հատուկ մարզերի համար։ Դե շտապ եք օգտվել ամենաընտանեկան կապից ու ամենակարևորը որակյալ կապից։ Աշոտ, սպասի մի քիչ լավանամ, նոր շարունակենք մեր նկարահանումները։ Բարև ձեզ։ Ինչ աղա, ինչ եք պատասխանում ձեզ։ Ճիշտն ասած գրիպ եմ ընկել, շնչառությունս փակվել է, չեմ կարողանում խոսամ։ Ինչով կարող եմ ձեզ օգտակար լինել։ Դուք չեք կարող օգնել, ինձ միայն կարող է օգնել Մարիմերը, որը ես իմ հետ չեմ վերցրել։ Բայց ես ունեմ, ես նրանից օգտվում եմ։ Իրոք։ Անպայման։ Միշտ։ Որտեղից եք ձեռք բերում։ Էմիլի Ֆար դեղատնից։ Օ։ Կտակ ինձ Մարիմերը, ունեիք հիմա ձեր մոտ։ Եթե շատ խնդրեք։ Շատ եմ խնդրում էլ։ Ապրեք շատ։ Ինձ միայն օգնում է Մարիմերը։ Մեկ էլ արտակը։ Մեկ էլ արտակը։ Կանաչուտի արտակը։ Այո։ Ապրի արտակը։ Օգտագործեմ Աշոտ, գնանք մեր նկարահանումները շարունակենք։ Նայ տերը դոստլի։ Շնորհակալություն, պարոն Արտակ։ Շնորհակալություն Էմիլի Ֆարմ դեղատնից, Մարիմերից ու ձեզնից։ Ես իմը չէի վերցրել, բայց ապրեք, որ բարեհոգի գտնվեցիք։ Միշտ պատրաստ ենք օգտակար լինել մեր բոլոր հայրենասեր ժողովրդի համար, որովհետև մենք էլ սահմանապահող մարդ ենք, մեր հայրենիքը պաշտպանում։ Ապրեք դուք ու միշտ Մարիմեր օգտագործեք, միշտ։ Միշտ ձեր մոտ էսպես պահեք։ Հա, որ պետք է լազ վախտան, չէ։ Ահա, անեք տակ։ Աշոտ ուր կորար։ Քեզ եմ սպասում։ Այսօր ես։ Հավերը սոված են, այդանք կերտանք այդ հավերին։ Նա ինչ են բերե։ Գնացինք, արի ինդեն, այդանք կերտանք։ Ուզում ես աշխատացնես, ինչ չեմ հասկանում։ Քեզ բան։ Զգույշ։ Հավիկներ, բարև ձեզ, ոնց եք, ինչ կա չկա, եկեք, հերթը ձերն է, ճաշիկ ուտելու, տիպ, եկեք բոլորդ այստեղ։ Այս հնդուշկաները ինձի չեն լսում, այ ավակ խմբի երեխաներ, ձեզ հետ չեմ, եկեք, ճաշիկ ուտելու ժամն է, հլե արագացրեք, բոլորդ եկեք էստեղ, շուտ արեք, արագ, Սերի, բարև, ոնց ես, ինչ կա չկա, դու շատ մեծ ես, թե չէ մոտի կգայի, վախենում եմ մի տեսակ քեզնից, բայց դու բարի, շունիկ ես, բայց ես քեզնից վախենում եմ, չգիտեմ ինչի, լավ ես դու, չես ամուսնացել, վերին Արտաշատից քո համար աղջիկ գտնեմ, լավ, կգտնեմ, հա? Սիրուն խելացի, նամուսով, թասիբով աղջիկ կգտնեմ քո համար, կամուսնացնեմ, գնացի, լավ, հաջող, լավ մնա, մեկ էլ հաչա, տնաշ են։ Պապի, բարև, քանի տարեկան եք։ Տարին էլ տեղ չկա, 96 տարվա մեջն եմ։ 96 տարեկան եք։ Արդեն մտել եմ, մի ամիսով մտել եմ 6-ի մեջը։ 4 տարի հետո գալու ենք ձեր 100-ամյակը տոնենք։
որ գաք 4 տարի հետո ես որ սաղ մնամ, եկաք, մաղարիշ կանեմ ես ձեզ, բայց ուլ եմ, արդեն են աշխարհքի մարդ եմ, էլ պետք է գնամ։ Վայ, Աստված չանի, ուր եք գնում։ Տոմսը թանկ է այն աշխարհ գնալու համար։ Ոչինչ, չանենք, էտա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա չկա։ Ամեն ինչ էլ կա։ Եկեք մի քիչ բամբասենք։ Ինչի մասին, ասեք բամբասենք։ Կանաչուցիների մասին։ Կանաչությունների մասին, ընդհանրապես առօրյան լավ ժողովուրդ են։ Ապրում են բարեկեցիկ կյանքով, աշխատասեր ժողովուրդ են։ Հիմա արդեն աշունա, արդեն որոշ մասը գործերը վերջացրել են, հանգստանում են մինչև փետրվար ամիս։ Փետրվարից նորից աշխատանքները բացում են դաշտային։ Բոլորը զբաղվում են։ Հիմա հողագործությունը դադարի մեջ։ Հիմա հողագործություն դադարի մեջ է։ Բայց ես մինչև գարուն աշխատում եմ, ծառ եմ ետում փողով հիմա, աշխատում եմ էլի։ Ես պարապ չեմ կարամ, մի օր պարապ չեմ կարամ մնալ։ Պարապ չմնալը ձեր արյան մեջ է, չեմ հասկանում։ Այո։ Իսկ վերջին անգամ երբ եք հանգստացել։ Հանգստանալ չկա դες բան։ Ես իմ 10 օրվա մեջ կարող եմ մի օր ասենք, չեթամ գործի, ասենք, եթամ աղջկաս տուն գետազատ, թորնիկներից ստենամ, քրոջս տուն գյուղում, էլի, թե չէ տենց ինչ անես, էլ ես կայնես խաշմելու, ցուրտ այդ մեզ տուն բան չկա անելու։ Առանց շփվելու էլ չի լինի։ Առանց շփվելու չի լինի, այո։ Դուք էլ տանը քաշեք F-net։ Քան էլ հոգնածել եմ գամ տուն, գոնե պատիլեմ, այդպես մոտ մի ժամ, ելեմ խոսքի նարդի խաղամ, կամ կարտ խաղանք, մի բանով զբաղվում, նոր գնամ տուն։ Նարդի իմ տունը ռեմոնտ են անում, չեմ կարում մնամ մոտները։ Ասենք, որ պարապեմ, չեմ կարում, սիրտս չի տանում։ Ես 3 ամիս ռեմոնտ են անում տունը։ Ձեզ ինչպես դիմեմ։ Արմեն։ Պարոն Արմեն, ես դες մի հատ լավ խորհուրդ տամ, քանի որ տունը ռեմոնտ են անում, ցուրտ ձմեռ է լինելու, տանը քաշեք F-net ինտերնետ կապ ու գյուղացիների հետ այդպես շփվեք ինտերնետով։ Ինտերնետ ունենք։ Որ կապն է։ F-net-ը։ Yes։ Դել մի քաշեք։ Են արդեն քաշած կա։ Շուտ եմ քաշել, սիրում եմ ես լավ ֆիլմեր նայել, հետաքրքիր այլի։ Նոր եմ տնից գործ եկել եմ, գնացել եմ քրոս մոտ կոֆեն խմել իր հետ, ել եմ գնացել եմ դվին գազ եմ լցել, սենց ֆտաց եկել եմ, դետամ հիմա խանութ, հաց առնեմ, սիգարետ առնեմ, ասենք ինչ-որ տանը պետք է անհրաժեշտ։ Դե մարդուկին ենք մնում, տեղս քաղաք ապրում։ Շնորհակալ ենք շատ։ Պատմա կյանքը քաղաքում է, պապա ջան։ Չէ, կյանքը գյուղում է, ինչ քաղաք, չավատակ։ Տղերք, ո՞նց եք։ Շատ լավ։ Ինչ կա չկա կանաչուտում։ Ինչ պիտի լի։ Ինչ կա կանաչուտում է էլի։ Օրինակ։ Դե շատ բաներ է կանաչուտում են սարքել, լիքը մարդիկ բարապետած, բայց երեխաների մասին շատ չեմ մտածում, որ այդ հիմնականում սպորտային դահլիճներ կամ դպրոցի թեկուզ դպրոցի դահլիճը կառուցված չի, վերանորոգված չի։ Եթե հնարավորություն ունի, խնդրենք որ վերակառուցել ֆուտբոլի դաշտներ, դպրոցներ, հենց վոլեյբոլի ու բասկետբոլի դաշտերներ։ Ահա։ Ինչ որ բաներ սարքեին մեր երեխեքի համար։ Էդպես սարքին էլի։ Ինչպես են կանաչուտի սիրուն աղջիկները։ Լավ ենք։ Շատ լավ։ Դե եկեք ծանոթանանք։ Ինձ ճանաչում եք։ Այո։ Իմ անունը Արևիկ է ներկայանամ։ Մանե։ Աղավնի։ Օ, շատ սիրուն անուն ունես, յուրահատուկ։ Դու էլ շատ լավ անուն ունես, բայց Աղավնին յուրահատուկ է։ Տատիկի անունն են դրել։ Հա, բակոնե։ Հենց այնպես։ Ընտրել են ծնողները, ապրի եղբայրը։ Տատիկը լավ է։ Բարև ես անպայման։ Անպայման։ Բայց արի խոստովանենք, որ Աղավնի աչուկները շատ սիրուն են, չէ՞։ Ու յուրահատուկ են։ Այո։ Ինքը շատ սիրուն աղջիկ է։ Երեխեք, հələ պատմեք տեսնեմ ոնց է կյանքը անցնում կանաչուտում։ Շատ լավ։ Այստեղ եք ծնվել, այստեղ դպրոց եք հաճախում։ Ահա, դե կխնդրեմ, որ ձեր գյուղի մասին մի փոքր ինձ պատմեք։ Դե ինչ պատմենք։ Ճիշտ է, մեր գյուղը շատ փոքր է, բայց հարազատ է էլի մեր համար շատ
լավ ենք ստեղ ապրում։ Այո, տեղեկացնենք, որ այստեղ բնակվում է մոտ 1200 մարդ։ Ահա։ Դու Աղավնի ջան։ Ես դելի լավ գյուղը։ Ճիշտ է մի քիչ փողոցներն ավար, բայց դե ոչ։ Ասֆալտապատ չեն։ Դեկի խնդրենք, որ ձեր գյուղամիջյան ճանապարհներն ուշադրություն դարձնեն, ձեր փողոցն է վատ վիճակում։ Այո, ահա, ահա որ է, ահա։ Ահա, խնդրենք, որ ճանապարհները ասֆալտապատ են, չէ՞։ Ահա։ Մենակ կենտրոնականով են աղր սահմանափակվում։ Շատ վատ է։ Հա, ինքով է։ Դվայորնի հոպարն։ Հոպարնա, հա։ Ասում եմ, վերջ, արևիկը բռնեց ձեզ։ Պուպուշ աղջիկ, ո՞նց ես։ Լավ դուք։ Լավ, ինչ է քո անունը։ Մարիամ, Մարիամը որտեղից է։ Արցախից։ Օ, հիմա արի այսպես պայմանավորվենք, Մարիամ։ Ես քեզ ինչ հարցեր տամ, դու ինձ ձեր բարբառով պատասխանիր։ Լավ։ Կարող ես։ Այո։ Ահա։ Մարիամ ջան, երբ եք տեղափոխվել կանաչուտ ապրելու։ 2023 թվականին։ Երբ որ Արցախում պատերազմ տեղի ունեցավ, այդ ժամանակ Մենք հələ մունք հələ Արցախում ընկել է։ Այ այդ ամիսներից ինձ ինչ կպատմես։ Օրինակ մունք հացի հերթ ենք կանգնում, վեր հացի օրոնինք, մունք չեկերավ պիտի հաց ինքոնինք։ Մունք պդվաում ընկել է այդ վաղտ պենը կնալիս։ Տանը կրակոցն է ալա լսվելիս կրեց հալ չնք պենանինք, պիչրենանք տոն։ Բա որ կրակում էին դու շատ ես վախեցել այդ ժամանակ։ Հա, ես այդ ժամանակ 5 տարեկան էի։ Լացում էիր։ Հա։ Մաման ինչ էր ասում։ Ասում է վեր ամեն ինչ անցակնամ ինքի Արցախում գնամ, բայց դե լիլալ չի։ Կարոտում ես հիմա Արցախը։ Հա։ Ձեր տունը որտեղ էր։ Սխնաղ գյուղում, Ասկերանի մարզ։ Հատկապես ինչն ես կարոտում։ Տոնը, հայաթը։ Քո սենյակ ունեիր։ Հա։ Դպրոցում լավ ես սովորում։ Հա։ Բա բացի դասերից ուրիշ զբաղմունք ունես։ Բարի եմ գնում եկել Սամբոյի։ Սամբոյի։ Վայ, բարը հասկացանք, բա Սամբոն ոնց հասկանանք։ Ուզում ես ուժեղ աղջիկ մեծանաս։ Հա։ Բա հիմա գնում ես թե կիսատ ես թողել։ Չէ, գնում եմ։ Որտեղ ես պարապում Սամբո։ Համ Արտաշատ, համ կանաչուտում։ Ապրես դու։ Մրցույթների եղել եմ մասնակցես։ Հա, մի անգամ։ Եվ հաղթել եմ։ Օ, որտեղ էր այդ մրցույթը։ Բերքանշում։ Անպայման դու Սամբոն կշարունակես։ Լավ։ Լավ։ Երեխաները արդեն մանկապարտեզից տուն են գնում, ես ուզում եմ նրանց F-net-ի փուչիկներով անակնկալ մատուցել, որ գունավոր մանուշակագույն մանկություն ունենան։ Փուչուր, բարև, ոնց ես, կասես այսօր ինչ ես կերել մանկապարտեզում, չես հիշում, քնել ես մանկապարտեզում, օրդ լավ անցավ, դե կարևորը դա է, արի ես քեզ փուչիկ նվիրեմ, դե թռվռալով գնա տուն։ Փուչուր, ինչ է քո անունը։ Կարոլինա։ Դու քանի տարեկան ես։ 5 տարեկան ես։ Ապրես, մյուս տարի դպրոց ես գնալու։ Հա։ Ուզում ես գնաս դպրոց։ Հա։ Բայց մանկապարտեզում ավելի լավ չի։ Լավ է։ Ահա, դպրոցում չես քնելու, բայց մանկապարտեզում քնում եք, չէ։ Հա։ Դե կասես այսօր օրդ ոնց անցավ։ Լավ։ Կհիշես ինչ եք կերել այսօր։ Միրգ, ճաշ։ Ինչի ճաշ էր։ Բորշի։ Համովեր։ Հա։ Ահա։ Իսկ հասցրել ես քնես։ Հա։ Երազիդ մեջ ում ես տեսել։ Մամային։ Կարոտել ես մամային։ Հա։ Հենա եկել է որ քեզ տանի տուն։ Դե արի ես քեզ մի հատ փուչիկ նվիրեմ։ Ու ուրախ
Գնա տուն։ Լավ։ Հա, այո։ Շնորհակալություն։ Նմանապես։ Միշտ ուրախ եղի, քեզ լավ մանկություն ենք մաղթում։ Ինչ կա չկա, փոքրիկներ։ Ձեր անունները կասեք ինձ։ Իմ անունը Նարե է։ Քո անունը ինչ է։ Տիգրան։ Տիգրան։ Բաքոնը։ Մոնթե, երեխեք ոնց հասկանում են բոլորիդ մեդալներ են տվել։ Նարե, հիմա պետք է արտասանես, որ փուչիկների արժանանակ բոլորդ։ Արտասանի լսենք։ Մոտարի, քեզ տամ ծորեն ու գարի։ Չվախենա, Չթրջես։ Ես քեզ չեմ ուզում բռնել։ Հաստատ չես բռնելու։ Ծիտի, գարի, Նարեն քեզ չի բռնելու։ Այս փուչիկները ձեզ։ Սա էլ քեզ։ Սա էլ քեզ։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Տարի տեսնեմ դու ով ես։ Այս սիրուն տղա։ Ինչ է քո անունը։ Հայկ։ Հայկն ես դու։ Ուրախ եմ, ես էլ Արևիկն եմ։ Ասա տեսնեմ ինչ կա, չկա։ Չկա։ Ոչ մի բան չկա։ Հայկը քանի տարեկան է։ 4 տարեկան։ Հայկ, իսկ որոշել ես մեծանաս ինչ ես դառնալու։ Ոստիկան։ Ինչ։ Ոստիկան։ Ոստիկան։ Ինչի համար։ Գնամ կողերին բռնել։ Ապրես դու, շատ ճիշտ որոշում։ Դες փուչիկը վերցրու, գնա Նարեի ձեռքը բռնի։ Ու դեպի տուն։ Քո անունը ինչ է։ Հայկ։ Հայկ, մենակ ես մանկապարտեզից գնալու տուն։ Բա ուր են մաման պապան։ Մաման պարտեզնա, պապան գործի է։ Մաման մանկապարտեզում աշխատում։ Բա ինչի՞ չես սպասում, որ մամայի հետ տուն գնաս։ Ընկերս շեթվում է դպլոց, իրաբոյն եմ, ես շեթվում եմ մենակ տուն։ Ինքը եթվում է դպլոց։ Այսինքն, եթե քո ընկերը մենակով դպրոց է գնում, դու պետք է մենակով մանկապարտեզից տուն գնաս, տունը մոտիկա գոնե, տանտեղը հիշում ես, ես ինչ լավ տղա ես դու Հայկ։ Դարի ես քեզ փուչիկ նվիրեմ, Էֆնետի կողմից, որ սենց ուրախ թռվռալով գնաս տուն, լավ։ Մեզ դպրոցում սովորեցրել են, որ քահանային պետք է այսպես բարևել։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի ձեզ, բարի գալուստ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, Փառք Աստծո։ Շատ լավ։ Շատ լավ է։ Ողջունելի է, որ կանաչուտում կա գործող եկեղեցի։ Այո, եկեղեցին 1838 թվականի կառույց է, սակայն երկրաշարժի ժամանակ ավերվել է, կոմունիստների ժամանակ էլ է որոշ բաներ ավերվել, բայց մի փոքրիկ հատված մնացել է եւ պահեստ է որպես օգտագործվել։ Այնուհետև երկրաշարժին, որ հիմնովին ավերվել է, միայն մնացել է հետևի մասը, մի մասը եւ պատերի շատ փոքր հատված։ Այնուհետև 2007 թվականին այստեղի առաջին քահանա Տեր Կարապետ Գլջյանի երջանկայիշատակ նախաձեռնությամբ եւ նաեւ այդ ժամանակ այս տարածքը Արարատյան թեմի մեջ էր մտնում եւ Նավազարդ Սրբազանի օրհնությամբ Սարգսյան ընտանիքը հանձնառավ նորոգության։ Եվ նորոգումից հետո 2008 թվականին շահագործման հանձնվեց իհարկե հայրապետի, Գաղափար հայրապետի օրհնությամբ եւ Նավազարդ Սրբազանի ձեռամբ օծվեց եւ շահագործման հետագեց։ Այդ օրվանից սկսյալ ամեն կիրակի առանց բացառության եւ նաեւ տոնորերին պատարագ է մատուցվել այստեղ։
Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Նորմալ։ Դուք ասեք։ Նորմալ։ Ճիշտ է, շատ ցուրտ է, բայց շնորհիվ ձեր տան տաքության մենք տաքացանք։ Ուրախ ենք։ Ապրեք, Մարիամի մայրն եք, չէ՞։ Այո։ Ինչ է ձեր անունը։ Լունարա։ Լունարա։ Արցախից եք դուք։ Այո։ Մարիամի հետ գյուղ մեջ ծանոթացանք։ Բարի է այդում։ Նաև Սամբոյի։ Դուք ասեք տեսնեմ, ոնց եք, ինչով եք զբաղվում։ Նորմալ էլի։ Աշխատում ենք Արտաշատի կոմունալում էդ։ Ուզում եմ իմանալ դուք ինչ երազանքներ ունեք ձեր հոգում փայփայած։ Գնանք Արցախ։ Բայց հավատում եք, որ այդպես երաշտ կլինի։ Ես։ Միգուցե տարիներ հետո։ Երբեմն։ Բայց հիմա անկեղծ ասած ես չեմ հավատում, որ այդպիսի հրաշք տեղի կունենա մեր կյանքում։ Բայց որ ասում են հույսը վերջում է մահանում, պետք է հույսը Մեր դեպքում երևի չմահանա էլ։ Տաքսի, կանգնեք։ Ինձ կտանեք մինչև Երևան։ Այո։ Քանի դրամ եք վերցնելու։ 4000։ 4000։ Այ, կանաչուտից Երևան, 4000։ Լավ դե, բարև ձեզ։ Տարբերակ չունեմ, նստեմ գնանք։ Քշի Մարիամ ջան։ Սիրելիներս, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր Fnet Telecom ընկերության ծառայությունները հասանելի են կանաչուտ բնակավայրում։ Անպայման օգտվեք աշխարհի ամենաընտանեկան կապից։ Ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել Emily Farm դեղատների ցանցին։ Նոյեմբերի 26-ին ես ու Աշոտը բացահայտեցինք Արարատի մարզի Արտաշատ համայնքի կանաչուտ բնակավայրը, բայց մի փոքր, որովհետև սիրելիներս մի քանի ժամում անհնար է ամբողջ գյուղը նկարահանել։ Սա նշանակում է, որ դուք միշտ պետք է մեզ սպասեք, որովհետև մենք ամեն պահ կարող է հայտնվենք ձեր բնակավայրում։ Ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել կանաչուտի բոլոր բնակիչներից, որ մեզ սրտաբաց ընդունեցին։ Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, դա երբեք չմոռանաք։ Ամենակարևորը արդեն ցուրտ է, տաք հագնվեք, որպեսզի չմրսեք ու չհիվանդանաք։ Դե, ձեզ հետ արևիկներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ, չգիտեմ որ բնակավայրում, բայց մի գյուղ հաստատ կգամ։ Կհանդիպենք։